Ժողովուրդ օրաթերթի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատում հայտնել է, որ արդեն սրբազանների մի խումբ է ձևավորվել, որն աշխատում է ի օգուտ իրենց եւ քայլերի պլան է մշակվում։ Ըստ մեր աղբյուրների, սրբազանները հոգեվորականների ներքին քննարկումների ժամանակ պետք է անընդհատ խոսեն կաթողիկոսի շրջապատի մարդկանց մասին, նրանց պատճառով սկսված եկեղեցական արշավի ու առաջիկա ճնշումների մասին։ Ըստ իշխանական մեր աղբյուրների, դրանք պետք է ազդեն, որպեսզի կաթողիկոսի շուրջ ներսում բունտ հասունանա ու նա որոշի լքել վեհարանը։ Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը ներքին զրույցներում համոզմունք է հայտնում, որ առաջիկայում ավելի ուժեղ ճնշումներ կլինեն ու իրենք շատ շուտով կունենան իրենց ցանկալի արդյունքը։ Իդեպ, Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները նշում են նաև, որ հոգեվորականների որսը ավելի է ակտիվանալու եւ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը Տեր Արամը գլխավորելու է այն հոգեվորականների միությունը, ովքեր դեմ դուրս կգան կաթողիկոսին։ Նշվում է նաև, որ Ասատրյանը իշխանություններից բոլոր երաշխիքներն ունի անել այնպես, ինչպես ինքն է կամենում, միայն թե արդյունքում Փաշինյանը վեհարանից կաթողիկոսին կհեռացնի, իսկ Ստեփան Ասատրյանը կվերադառնա եկեղեցի եւ կչեղարկվի կարգալույծ անելու նրա որոշումը։